Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հիշեցնենք, որ Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Եվ պետք չէ այդ հարաբերությունները վերածել Եվրոմիություն եւ Հայաստանի ներկայիս իշխանություն հարաբերությունների։ Տարիներ շարունակ Եվրոմիությունը եղել է Հայաստանի գործընկերը ժողովրդավարական զարգացումների հարցում։ Եվ մենք այսօր պահանջում ենք, որպեսզի Եվրոմիությունը հավատարիմ լինի իր սեփական արժեքների նկատմամբ։ Ձեր համար գաղտնիք չէ, որ ընտրությունների լեգիտիմությունը չի որոշվում միայն ընտրությունների օրը։ Միայն տեխնիկական ընթացակարգի ապահովությունը ընտրության օրը հերիք չի, որպեսզի ընտրությունները համարվեն լեգիտիմ։ Ընտրությունների լեգիտիմ համարվելու համար պետք է նախընտրական ժամանակահատվածում ապահովել մրցակցային մթնոլորտի արկայություն եւ քաղաքական ազդեցությունների երաշխավորություն։ Այդ ժամանակ կարող ենք փաստել, որ կունենանք լեգիտիմ ընտրություններ։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ունեք օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների հստակ պրակտիկա, որ դուք պետք է լինեք հետևողական եւ կատարեք մոնիթորինգ։ Ինչու չի կատարվում մոնիթորինգը։ Ինչն է դրա պատճառը։ Եվ այդ պահանջները չկատարելու դեպքում անխուսափելիորեն կլինի հիասթափություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հարգելի Եվրոմիության ներկայացուցիչներ, հարգելի պաշտոնյաներ, Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունները եղել են երկարատև եւ շատ արդյունավետ։ Պետք չէ այդ հարաբերությունները զոհաբերել հանուն ներքաղաքական շահի։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի լսենք հստակ գնահատական եւ միանշանակ դիրքորոշում նախընտրական բանավեճի հետ կապված, քանի որ այն արդեն հատել է օրենքի եւ ադեկվատության բոլոր սահմանները։ Շնորհակալություն։